Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Արարատի շրջանի Արարատ գյուղում։ 1979-ից 1983 թվականները դասավանդել է իր հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։ 1985 թվականին դարձել է Հայաստանի գրողների միության անդամ։ Երկրորդ ճանապարհը, որում կամավոր նվիրյալներն էին իրենց անկազմակերպ խմբերով, պիտի ընտրեր իր ճամփորդին։ Վազգեն Սարգսյանը, որ արդեն պաշտպանական ընդհատակյա կազմակերպման քուրայի մեջ էր, Հայաստանում և Արցախում ղեկավարեց երասխավանի մարտերը։ 1990 թվականի սեպտեմբերի 20-ին Վազգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 1992 թվականի մայիսի 8-ին Շուշին ազատագրված էր։ Հայերի ուրախությանը չափ ու սահման չկար, իսկ այդ ուրախության հեղինակներն էին մեր անչափ հայրենասեր Վազգեն Սարգսյանը, խիզախ զինվորներն ու հրամանատարները։ Շուշիի ազատագրումը որքան էլ որ տպավորիչ էր, սակայն դա բավարար չէր, անհրաժեշտ էր ստեղծել կանոնավոր բանակ։ Եթե քարուքանդ եղած երկրում շատերի համար դա անիրականանալի թվացող երազանք էր, ապա Վազգեն Սարգսյանի համար դա սեփական մաշկ զգալու չափ իրական և փայփայելի նպատակ էր։ Ահա 1992 թվականի հունվարին ծնվեց Հայաստանի Հանրապետության ազգային բանակը։ Իր կուտակած փորձի ու խիզախ բնավորության շնորհիվ Վազգեն Սարգսյանը ստանձնեց Հանրապետության առաջին պաշտպանության նախարարի պաշտոնը։ 1992-ից 1993 թվականներին նա եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական և հանրապետության սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։ Նախարարը, այսինքն Վազգեն Սարգսյանը, բանակային շինարարությունը սկսեց նրանով, որ առաջին օղակի մեջ միաձուլեց կադրային սպային և երկրապահի կամավորին։ 1990-ից 1991 թվականներին իր հրամանատարության ներքո է միավորել երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ Եռագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Նա խոշոր ավանդ է ներդրել հայոց հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու և մարտի դաշտում մեր քաջարի մարտիկների հաղթանակ կրելու գործում։ Վազգեն Սարգսյանը 1995-ից 1999 թվականներին կրկին նշանակված է եղել որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 1998 թվականին արժանացել է Արցախի հերոս կոչմանը և ոսկե արծիվ շքանշանին։ Նա քաղաքական դաշտ է մտել 1999 թվականին, դառնալով Հանրապետության կուսակցության առաջնորդ, ապա Միասնություն դաշինքի համանախագահ, այնուհետև նույն թվականի հունիսից դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ կարճ ժամանակահատվածում նա դրսևորել է պետական տաղանդավոր գործչի բարձր որակներ։ Վազգեն Սարգսյանը երբեք չի ամուսնացել, չնայած որ 1987 թվականի դեկտեմբերին խոստացել էր ընկերոջը ամուսնանալ, մինչև դրան հաջորդող տարվա մարտի 8-ը։ Ցավոք, շատ ցավոք չհասցրեց։ Նրա երազանքն էր տեսնել Հայաստանը որպես ազատ և ինքնիշխան երկիր, ուժեղ մշակույթով, հզոր բանակով և շատ դպրոցներով։ Նա ուներ երկու կրտսեր եղբայր։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ն էր։ Ժամը 17:15-ի սահմաններում 5 անձինք իրենց երկար անձրևանոցների տակ թաքնված մտան Հայաստան Ազգային ժողովի շենք, որտեղ այդ ժամանակ տեղի էր ունենում կառավարության հարցուպատասխանի գործընթացը։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին նրանց չար ձեռքով որբացավ մի ամբողջ հայություն։ Նրանք մահացու գնդակահարեցին Վազգեն Սարգսյանին, Ազգային ժողովի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին
և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնիդ Պետրոսյանին, Ազգային ժողովի անդամներ Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին և Միքայել Քոթանյանին։ Հրաձգության արդյունքում վիրավորվեցին խորհրդարանի մոտ 30 անդամներ։ Սպանություն կատարողներն նշել են, որ Վազգեն Սարգսյանը եղել է խմբի հիմնական թիրախը, իսկ մյուսները՝ պատահականություն։ Սարգսյանի մարմինը դուրս բերվեց խորհրդարանի շենքից հոկտեմբերի 27-ի երեկոյան։ Գնդակահարության զոհերի հուղարկավորությունը տեղի ունեցավ 1999 թվականի հոկտեմբերի 30-ին և 31-ին։ Վազգեն Սարգսյանի և մյուս զոհերի մարմինները դրվեցին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներսում։ Հրաժեշտ տալու նպատակով մոտ 30 երկրից Հայաստան ժամանեցին մեծ թվով բարձր պաշտոնյաներ, որոնց թվում էր նաև Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը և Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն։ 2013 թվականին իր եղբոր մահից 14 տարի անց Արամ Սարգսյանը իր հարցազրույցում ասաց. «Եթե որոշ բաներ կատարվեր, ինչպես Վազգեն Սարգսյանն էր ցանկանում, ես չէի լինի ընդդիմություն և կանեի ամեն ինչ, ինչպես նա կցանկանար։ Այսօր ես մարտնչում եմ, որպեսզի նրա ցանկություններն իրականանան։ Նա ցանկանում էր տեսնել ուժեղ Հայաստան։ Վազգենը լավատես, հույսերով լի ազնիվ հավատացյալ և հայրենասեր մարդ էր։ Վազգենից հետո նախագահը արեց հակառակը։ Նա միայն գործեց որպես նյութապաշտ և ինքնասեր, անելով ամեն ինչ, որպեսզի մնա իշխանության, վատթարացնելով երկրի վիճակը»։